Միքայել arczepiskopos Աճապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանին 2 ամսից ավելի քիչ ժամանակ պահանջվեց նման դատավճիռ կայացնելու համար։ Նախորդ վերջին նիստի ժամանակ դատախազը պահանջել էր 2.5 տարվա ազատազրկում։ Եվորդ Միքայել Աճապահյանին մեղավոր ճանաչել Հայաստանության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախածարարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Բաժի սկիզբը հաշվելով հաստատի արգելանքի վերջնելու պահին։ Մեղադրի նկատմամբ ընտրված խափանմիջոց կալանքը թողնել ամփոփող մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը բուռն արձագանքի արժանացավ, դահլիճը ամոթանքի խոսքեր էր ուղղում դատավորին, ինքը Շիրակի թեմի առաջնորդը, որ ամբողջ դատավարության ընթացքում հայտարարում էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում իշխանության զավթման կոչի մեղադրանքի համար, թերևս ամենահանգիստն էր դահլիճում, նա ժպիտով վերաբերվեց այս ամենին եւ վերջում հեռանալիս ձեռքով թափահարելով իր աջակիցներին ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դատարանը նախորդ շաբաթ էր Միքայել arczepiskopos Աճապահյանին մեղավոր ճանաչել եւ լրացուցիչ դատալսումներից հետո պատժաչափը որոշվեց։ Փաստացի դատավարությունը տևեց 1.5 ամիս, այս ընթացքում ապացույցների հետազոտություն եղավ, 5 պաշտպանական ճար, 2 մեղադրական ճար, վերջին խոսք, ռեպլիկներ հնչեցին, շատ արագ էր ընթանում ամբողջ դատական process-ը։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով փաստաբանական թիմը եւ հենց ինքը Շիրակի թեմի առաջնորդը ամբողջ ընթացքում պնդում էին, որ կոնկրետ քաղաքական հետապնդման հետևանք է այս ամբողջ դատավարությունը եւ ինչպես հենց ինքը Շիրակի թեմի առաջնորդը ասաց, իշխանության եկեղեցահալած քաղաքականության շրջանակում է այս ամենը տեղավորվում։ Արդեն դատական նիստի ավարտին փաստաբանները լրագրողների հետ կարճ ճեպազրույցում եւս մեկ խախտման մասին նշեցին, ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատավճիռը հրապարակելիս հղում է արել լրիվ այլ հոդվածի վրա։ Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Բարձրաբան։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնյա առանձին կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Սա հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր։ Սխալ հոդվածը ձեր ասելով կարդացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Դատական ակտը Այո, դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչության, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում։ Այս քրեական գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աճապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն 5 տարի խոսում է, բայց իրեն հիմա են հիշել։ Օգոստոսի 15-ից մեկնարկած եւ այսօր արդեն ավարտին հասած այս դատավարությունը անցնում էր Լեփ-Լեցուն դահլիճում։ Մեծամասնություն էին կազմում հոգեվորականները եւ Շիրակի մարզից ժամանած մարդիկ։ Դատարանի այս փոքր բակում
Նիստի ավարտից հետո մարդիկ բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, ամոթանքի խոսքեր կրկին հնչեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանի հասցեին, ինչպես նաև իշխանության հասցեին։ Փաստաբաններն էլ այդ ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում պնդում էին, որ դիմելու են ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։